Դուք մոտեցաք եւ ես այդ ակցիային մասնակցում էի, ասացիք, որ անհետ կորածների ծնողների հետ էինք, ասացիք, որ ձեր ուշադրության կենտրոնում է այստեղ դուք եք հարազատ, բա ինչ եղավ, ինչու մենք տեսեք անհետ կորածների պայթյունից անհետ կորածների ծնողներ են, ինչ եղավ, որ գոնե մենք 0.1 քայլ արձանագրում չունենք այս պահին, չէ՞ որ դուք եկել եւ ասում ձեր հարցը հստակ ձևակերպեք, իմ ասելիքների մասին մի խոսեք, ձեր հարցը խնդրում հստակ։ Երբ որ մոտեցաք, դուք ասում եք, որ դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էի հրավիրում, ինչ է արվում, կարող եք ասել, տեսեք այստեղ ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, 1 որդի անհետ կորած, ինչ է արվում, դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում, կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Որոնողական աշխատանքներ որպես այդպիսին կատարվում են, չեն կատարվում, որտեղ կատարվեն պիտի Արցախի տարածք։ Ներկապային չեն կարող կատարվել, բայց ես չեմ կարող արդյունքի մասին այս բան խոսել, որովհետև հստակ տվյալներ չունեմ։ Ես չեմ կարող ձեր հարցը։ Խումբ է գնում, օրինակ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին են խոսում, բայց հումանիտար հարցի ներողություն, հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք չունենք, հա։ Հիմա դուք ուզում եք պատասխանեմ դες ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք չունենք։ Եվ ինչու չեն խոսում եւ ինչու արդյունք չունենք։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետեւ նման հարցերը Ուրեմն ես ասեմ, այն ամենը ինչը կատարվում է դա պարտադիր չի որ հրապարակային լինի եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում որ արդյունք ընդհանրապես չկա։ Եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխաններ տալ։ Մի հատ հարց, քննչական բաժնին եք ասում եք ներկայացրեք իրանց, թղթերը իրաց ձեռնն է։ Մոտիկանում եք քննչական բաժնին ասում է գնացեք կառավարություն, կառավարությունից ղարկում են ազգային անվտանգություն։ Մունք տերել ենք ինչ։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը այդ հարցով, չի մտածում։ Արդարացի խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի եւ մի վարքյան խնդրում եմ Տիկին ջան խնդրում եմ կթողեք ես պատասխանեմ հավատարմագրեր էր ներկայացրել Տիկին ջան դուք հիմա ուզում եք հարցի պատասխան ստանալ թե ուզում եք մենք բանավիճենք Ես չեմ ուզում որովհետեւ այստեղ սուտ չի Մակի Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է որ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել որ Հայաստանում կան անհետ կորածներ հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը որին մենք հիմա գնալու ենք այցելության Ռուզանա ինձ տեղեկացրել է ես դա հրապարակավ ասել է որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած այս ծնողները Եթե դուք պետք է խոսեք եկեք ես չխոսեմ դուք խոսեք Եթե ես պատասխանում եմ խնդրում եմ ինձ մի ընդհատեք երբ ես խոսում եմ դուք ինձ մի ընդհատեք Ուրեմն շարունակեմ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհված ծնողների կողքին մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց իհարկե հնարավոր է նաեւ դժգոհություններ դա բնական է դա նորմալ է որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Հայ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասեմ, դուք հայ տեսել եք արվաստաններին, որպեսզի նրանք Ոչ մի քայլ։ Բա ինչ են ասում։ Ստից որևէ դե։ Եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ ծնողներին։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են բերում տանում։ Ես նման հարցերին եկեք չպատասխանեմ, լավ։ Փորձում են Չէ, խնդրում եմ քաղաքական հարցերից մի վարքյան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք,
տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ձեզ համար այս ծնողներից համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափելի լինի, որտեղ Դուք էլ գիտեք, մշտապես իրանց հետ դուք էլ կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակվեն։ Եկեք ես իմ անձնական կարծիքն ընդունելու լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։ Հստակ ես ձեզ եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց ծնողները, բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու՞ չի։ Դատախազը ես մի բան ասեմ։ Ժողովուրդի ինչի մասին է խոսքը։ Գլխավոր դատախազը Ես ասեմ ժամանակ առ ժամանակ կառավարությունում վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ծնողներին էլ չընդունում, մեկ էլ են գնացել։ Դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ դուք վարչապետը չի ընդունել մեզ։ լսեցիք ծնող է խոսում։ Լսեցիք ծնողը։ 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում է 3800-ից ավել զոհված տղեկ կան։ Ում ծնողներին բոլորին պարզա որ հնարավոր չի։ Նույնն է, բան Չենք ասում, ես որպես ծնող, զոհվածի ծնող եմ, մենք դիմում ենք գրել, որ նպատակ չի, եթե հանդիպումը Քանի անգամ եք հարգելի քաղաքացի շատ է դիմել, ինչու չի ընդունել այս ծնողին։ Այստեղ ծնողը երկու զավակ է կորցրել, ինչու չի ընդունել։ Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը Ես չեմ ուզում չունեմ։ Եթե հարց եք ասում եք ընդունել, այո, ընդունել է, Արսեն Ղուկասյանի մորը ընդունել եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային ու ձերբակալեց, այո, ընդունել է։ Այդ մասին խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի առաջ են անհետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման Արսենի մայրը դա եմ ասում, այո, ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային։ Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային։ Մենք գիտենք, որ ընդունում է եւ ինչպես է ընդունում։ ասեք։ Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին, հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության ծառայություն Ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով ծնողները խոսեն, Եկեք ես գնամ դուք իրանց հետ խոսեք, լավ, հաջողեք։ Չմի գնացեք։ Եթե հարց եք տալի, հարց եք տալի դրա համար, որ ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում, ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ մի ընդհատեք ինձ։ Եվ հարցին հավելում արդյոք ներողություն ձեզ, ինքը ինչ պիտի ասի, որ ծնողները իրեն ինչ